Սրտանց ասենք օրտնյալ լինի Քրիստոսի հարությունը քուրեր եղբայրներ ջան։ Տիրոջ փառքի համար մեկ համար կարդամ, ուրեմն Հռոմեացիս 4-րդ գլուխ 25 խոսքն եմ կարդում, որ մեր հանցանքներու համար մատնվեցավ ու մեզ արդարացնելու համար հարություն առավ։ Հիսուսի անունը փառավորվի քուրեր եղբայրներ ջան։ Մեր հանցանքներու համար մատնվեցավ։ Ես պետք է ասեմ իմ հանցանքիս համար, իմ մեղած համար Քրիստոս մատնվեցավ եւ ինձի արդարացնելու համար Քրիստոս հարություն առե։ Ուրեմն մի հատ դեպք պատմեմ, մի հատ երիտասարդի հետ զրուցում եմ, այտենց անընդհատ շեշտում է, ոնց որ շատ տարբեր տեղեր էր ինքը եղել, ոնց որ ասում է մենք նշում ենք Քրիստոսի հիշատակի օրը, հիշատակի երեկոն, ու տենց միտքը ոնց որ հասկացա, ուզում ասի Քրիստոս դրվել է գերեզման ու վերջ, այստեղ ոնց են ասում that's it, ոնց որ վերջացել է, ասում եմ եղբայր, ասում եմ Քրիստոս հարություն առե, եթե Քրիստոս վերջացել է դրվել է գերեզման քեզի համար, այդ վկայությունը չունեմ, ես իմ մեղքերի մեջ մեռած եմ, վկայում եմ սրա մասին, բայց եթե ես ասում եմ Քրիստոս կենդանացել է հարությունը առե զիս արդարացնելու համար, եթե քո համար դրվել է գերեզման եւ վերջ, սա վկայում ես, որ դու քո մեղքերի մեջ տակավին մեռած ես, որովհետեւ Քրիստոս կենդանացել է Հիսուս, հարություն առել, ինձի քեզի արդարացնելու համար քուրեր եղբայրներ ջան, որովհետև սա վկայում է իմ արդարությունով եկել եմ Աստծո առաջ, ոչ, եթե Քրիստոսի վրա եղած հավատքով չես եղել, եթե Քրիստոս քո համար հարություն չի առել, ես տակավին իմ մեղքերի մեջ մեռած եմ, դրա համար Աստված յուրաքանչյուրիս ողորմություն անի, տարբեր մոլորություններ կգա, տարբեր բաներ կգա, բայց մենք վկայությունը ունենք, որովհետև Աստծո Սուրբ Հոգին մեր մեջ բնակած, մեր հոգի հետ վկայություն կտանք Աբբա հայր, որ Աստված մեր հայրն է, մեր հոգու հայրն է, Տիրոջ անունը փառավորվի, եւ ասում է հարությունը վստահեցնում է, որ նրա մահով մենք ստացել ենք մեղքերի թողություն ու արդարացել ենք հավատքով քուրեր եղբայրներ ջան։ Հիմա մեղքի բուն հարցը կար քուրեր եղբայրներ ջան։ Հիմա Քրիստոս եթե չի ոնց որ կենթանացել, հարություն չի առել, ոնց պիտի ինձի ազատի, ոնց պիտի արդարացնի։ Դրա համար այս մեղքի հարցը կար։ Եվ ասում է Քրիստոսի հարությունը ասում է նաեւ, որ նրանք ովքեր արդարացել են հավատքով, նույնպես հարություն պիտի առնեն ու ստանան հավիտենական ու երկնային ժառանգություն, որ Աստված ասում է պատրաստել է բոլոր իրեն հավատացողների համար։ Ոչ թե ես սրա մասին շատ եմ խոսել, քուրեր եղբայրներ ջան, ոչ թե պետք է ննջենք նոր հարություն առնենք, այո, այդ ժամանակն էլ կգա, բայց հիմա մարդը, որ ծնվում է գալիս այս երկիր, այս մոլորակ է գալիս, քուրեր եղբայրներ ջան, ինքը ներսևանց մեռած է, որովհետև Ադամով տարածվավ էսի բոլոր մարդկության վրա։ Հիմա երբ որ մարդը գալիս արդեն գիտակից է դառնում, Քրիստոսի ավետարանի լույսը, Աստծո խոսքը հասնում է, էսի արդեն մարդը հոժարվում է, ընդունում է, սկսում է կենթանանալ, սկսում է արդեն այս վերակենթանացումը մարդու մոտ։ Դրա համար արդեն իսկ մենք թաղվելով ջրի մկրտությունով կենթանանում ենք, ապրում ենք Քրիստոսի արդարության համար, ոչ թե մեղքի համար կամ ասենք Քրիստոս դրվել է գերեզման եւ վերջ։ Հավատաս չհավատաս սիրելի հոգի, Հիսուսի գերեզմանը բարապա, դատար կա, Հիսուսի անունը փառավորվի։ Հիմա Քրիստոս, որ հարություն է առել, Տերը, որ հարություն է առել, կարա ինձ էլ օգնական լինի, թե չէ քուրեր եղբայրներ ջան։ Ավետարան ասում է կարա, մենք տկար էինք, մեղքի մեջ էինք, հանցանքների մեջ էինք, այդ ժամանակ Տերը ձեռք մեկնեց։ Հիսուսի անունը փառավորվի։ Հիմա մենք հավատքով ենք գալի իր առաջ, քուրեր եղբայրներ ջան։ Եվ կարդամ առաջի Կորինթացիներից ուրեմն հստակ ասում է այս բանը։ Առաջի Կորինթացիս կուզեմ 15-12-ից կարդամ։ Ուրեմն եթե Քրիստոս կքարոզվի, որ մեռելներեն հարություն առած է, ինչպես ձեզ մեկ քանիները կսեն, թե մեռելների հարություն չկա։ Եթե մեռելների հարություն չկա, ուրեմն Քրիստոս ալ հարություն առած չէ։ Եվ եթե Քրիստոս հարություն առած չէ, ուրեմն մեր քարոզությունը պարապ է ու ձեր հավատն ալ պարապ է։ Եվ մենք ալ Աստծո սուտ վկաները կլանք, որովհետև Աստծո համար վկայություն տվինք, թե ինքը մեռելներեն հարուցանեց Քրիստոսը։ Եթե մեռելները հարություն չեն առներ, ուրեմն զանիկա չէ հարուցված։ Քանզի եթե մեռելները հարություն չեն առներ, Քրիստոս ալ հարություն առած չէ։ Եվ եթե Քրիստոս հարություն առած չէ, ձեր հավատքը պարապ է ու տակավին ձեր մեղքերուն մեջ եք։
Լսում եք ուշադիր քուրեր եղբայրներ ջան։ Եվ նույնպես Քրիստոսով ննջողներն ալ կորսված են։ Եթե միայն այս կյանքին համար Քրիստոսին հուսացած ենք, մենք բոլոր մարդոց մե ավելի խղճալի ենք։ Այս բանը մի քիչ ուզում եմ կանգնեմ սրա վրա, ասում եմ, եթե այս կյանքի համար ասում եմ հուսացած ենք Քրիստոսին, օրինակ, գամ Հիսուսին հաջողություն լինի, առողջություն լինի, գործերս լավ լինի, բիզնեսս լավ լինի, օքեյ, սրանք կարա լինի քուրեր եղբայրներ ջան, բայց ավետարանը ինչ ասում, առաջ խնդրի երկնքի արքայությունը, թագավորությունը, անոր արդարությունը, մեր ներսիդին ասում է ձեր երկնավոր հայրը գիտի, որ սրանք պետք են, մեր ուտելիք, հագնելիքի համար Տերը գիտի, բայց եթե Քրիստոսին ուսացած չեմ այդ ուտելիք, հագնելիքի համար, ես իրան Քրիստոս կենթանացրել այնձի, որ ես քուրեր եղբայրներ ջան, ապրեմ իր հետ։ Հիմա զատի մենք ողջունում ենք, չէ, իրար, Քրիստոս հայրավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Հիմա զատիկը շնորհավոր լավա փառք Տիրոջ, էսի հին ուխտում զատիկը կատարվել էր, որ Եբրայերենից թարգմանումը մոտից անցնել, բայց մեր համար զատիկը գառը մորթվում էր, այժուն էր թափվում, դրանդիկներին էր քսվում, հիմա նոր ուխտում Քրիստոս, այո, այս զոհաբերությունը կատարվել է, խորհուրդն էր նոր ուխտի, Քրիստոս զոհաբերվել է այսօր եւ ինքը հարությունը առել ինձի քեզի արդարացնելու համար, Հիսուսի անունը փառավորվի, ոչ թե ասում ենք շնորհավոր, ասում ենք օրհնյալ է Հիսուսի հարությունը, օրհնյալ է Քրիստոսի հարությունը, որովհետև Աստծո հոգին իմ մեջ այո վկայությունը կբերի, որ Քրիստոս կենթանի է, Քրիստոս հաղթել է գերեզմանին։ Եվ շարունակեմ ասում եմ, բայց ճշմարիտ է, թե Քրիստոս մեռելներեն հարություն առած է ննջացյալներուն առաջին պտուղը, քանզի մարդով եղավ մահը, մարդով ալ մեռելներուն հարությունը պիտի լա, վասզի ինչպես Ադամով ամենքը կմեռնին, նույնպես ալ Քրիստով ամենքը կենթանի պիտի ըլլան։ Հիսուսի անունը փառավորվի։ Այդ մահը Ադամով տարածվավ մարդկության վրա, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա Քրիստոսով վերականգնվել է, հնարավորություն կա, հավատքով նորից կենթանանալու, հավատքով նորից կենթանանալու եւ ապրելու Քրիստոս կյանքը, ավետարանի կյանքը։ Այսօր դու ընդունում ես այդ խոսքերը, ընդունում ես Աստծո որդուն, եթե դու սրտանց կընդունես, ուրեմն էլ մահը պարտված է այլևս, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա ես կմանրացնեմ այդ բանը, որ ավելի հասկանալի լինի։ Ուրեմն առաջի Կորինթացիս 15:55-ում գրված է, 55-56 57 համարները կարդամ։ Ուր է ով մահ քու խայթոցդ, ուր է ով գերեզման քու հաղթությունդ, մահվան խայթոցը մեղքն է ու մեղքի ուժը օրենքը, բայց գոհություն Աստծո, որ մեզի հաղթություն կտա Տեր Հիսուս Քրիստոսին ձեռքովը։ Այսինքն, տեսեք, մենք օրենքի գործերով, մարդկային արդարացումով չեն կարանա արդարանա, քուրեր եղբայրներ ջան։ Քրիստոսի ձեռքով է կատարվում այս բանը, հավատքով է էսի կատարվում Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Հիմա մենք Քրիստոսին հավատալով, քուրեր եղբայրներ ջան, այնտեղ միտեղ կա ասում է, թեև մեռնիք պիտի ապրիք, որովհետև քուրեր եղբայրներ ջան, հիմա մենք եթե ննջենք էլ Քրիստոսով, մեր կյանքը պահված է Քրիստոսում։ Բայց եթե մենք այսօր կենթանացել ենք, Աստծո խոսքը ինձի կենթանացրել է, Աստծո փառած հոգին ինձի կենթանացրել է, թեև մեռնիք ասում է պիտի ապրիք, այսինքն իմ կյանքս հավիտենության մեջ պահված է Քրիստոսի գրկում։ Եզեկիելի մեջ կուզեք կարդամ հələ այդ համարը, ուրեմն Եզեկիելի 37:14 համարը ասում է եւ իմ հոգիս ձեր ներսիդին պիտի դնեմ ու պիտի կենթանանաք ու ձեր երկրի մեջ ձեզ պիտի ասում է հանգստացնեմ ու պիտի գիտնաք թե ես Տերս խոսեցա ու ըրի ասում է Տիրոջ անունը փառավորվի Աստծո Սուրբ Հոգու մասին ասում է իմ հոգիս ձեր ներսիդին պիտի դնեմ ու պիտի կենթանանաք ասում է պիտի ոնց որ մարդը սկսում է կենթանանալ ապրել արդեն Քրիստոսի համար ապրել ավետարանի ճշմարտության համար ոչ թե ապրել մեղքի համար քուրեր եղբայրներ ջան Աստծո Հոգու կյանքը Աստծո խոսքի կյանքը ինձի կենթանացնում է ապրեմ երկնքի արքայության համար ավետարանի համար փչացնում է իմ հին կյանքը, այսինքն բացում է լուսավորում է ինձի եւ ես հոժար կամքով հրաժարելով մեղքի կյանքից ապրում եմ կենթանացած Քրիստոս ավետարանի կյանքը։ Տիրոջ անունը փառավորի։ Ուրեմն Հովանու ավետարանի մեջ տեսեք 5-րդ գլուխ կարդամ Տիրոջ փառքի համար 21 համարից կարդալու եմ։ Ասում է վասնզի ինչպես հայրը մեռելները հարուցան է
կհարուցանե ու կենթանացնե, այնպես ալ որդին ասում է, որոնք որ կուզե կկենթանացնե, որդին որոնք որ կուզե կկենթանացնե, քանզի հայրը մեկը չի դատեր, ապա ամեն դատաստան որդին տվավ, որպեսզի ամենքը պատվեն որդին, ինչպես հայրը կպատվեն, ան որ որդին չի պատվեր, զանիկա ղրկող հայրը չի պատվեր, ճշմարիտ կսեմ ձեզի, թե ան որ իմ խոսքս մտիկ կնե ու կհավատա անոր, որ զիս ղրկեց, հավիտենական կյանք ունի ու դատապարտության տակ չի իննար, ապա մահվան է դեպի կյանք անցած է։ Հիսուսի անունը փառավորվի։ Այսօր շատ բաներ ենք լսում, շատ կրոններ կա, շատ ձևեր կա, Աստծուն ենք դիմում, ասում է դուռը Քրիստոսն է, եթե դու այդ Աստծուն դիմում ես, Հիսուսով պետք է դիմես։ Եթե գալիս ես Աստծուն, եթե Քրիստոսով չես գալիս, ուրեմն օտար տեղից ես մտնում, ասում է, գող ու ավազակ ես, ասում է։ Դրա համար դուռը Քրիստոսն է։ Տեր ասում էր, ես եմ ճշմարտությունը, կյանքը, ճանապարհը։ Եթե մեկը ինձնով չի գա եւ ասում էր առանց ինձ էլ բան մը չեք կրնա անել։ Դրա համար ինչքան կարևոր է քուրեր եղբայրներ ջան, այդ դատապարտությունից, այդ մահվանից Քրիստոսով եմ ազատված։ Եթե Հիսուսին ես չեմ դիմել, այդ հավատքը չունեմ իր վրա, ուրեմն իմ մարդկային արդարությունով եմ եկել, ուրիշ բան չկա։ Դրա համար թողնեմ այդ ամեն ինչը, հրաժարվեմ դրանից, մեր սարկած հավատներից դառնամ ավետարանի խոսքին, դառնամ ավետարանի ճշմարտությանը եւ ինձ շիտակ պիտի ուղղե ոնց պետք է հավատամ Քրիստոսին։ Եվ էսի բերումա ճանաչողության եւ Աստծո հոգին իմ մեջ գալով շոշափելի ձևով մենք ճանաչում ենք Հիսուս Քրիստոսին։ Եվ շարունակեմ ասում եմ, ճշմարիտ կսեմ ձեզի, ճշմարիտ կսեմ ձեզի, թե ժամանակ պիտի գա եւ հիմա ալը, երբ մեռելները պիտի լսեն Աստծո որդի ձայնը եւ անոնք որ կլսեն պիտի ապրին։ Հիսուսի անունը փառավորվի։ Աստծո խոսքը այսօր խոսվում է։ Աստծո խոսքը քարոզվում է քուրեր եղբայրներ ջան։ Սա այսօր ինձի քեզի ազդակ է։ Եթե ես լսեմ, հավատքով ընդունեմ, թեև մեռած եմ իմ գործերի մեջ, թեև թաթախված եմ մեղքի բանտում, Քրիստոս կարա ինձի կենթանացնի, եթե ես հավատքով դիմեմ իրան։ Դրա համար Աստված ուզում է, որ ամենքը ապաշխարեն եւ փրկվին։ Աստծո գործը, իր սիրո արտահայտությունը, իր մեկ հատիկը տալով, իր որդին տալով ուզում է, որ փրկագնի մեզի, բայց մարդը չէ որ ուզեց։ Բոլորը չուզեցին, ասում է խավարը սիրեցին, լույսը չուզեցին, Քրիստոսին չուզեցին։ Դրա համար իրաց գործերը չար էին, ուզեցին մնան դրա մեջ, Աստված ինչ անի։ Աստված մարդուն տվել այս հնարավորությունը։ Այսօր է ժամը, այսօր է ընդունելության օրը։ Ասում է, եթե կլսես անոր ձայնը, սիրտդ մի խստացներ։ Աստծո որդին եկել է հարություն առե եւ արդարացրել է, ուզում է արդարությամբ կենթանացնի ինձի քեզի։ Ուզում ես դու դա։ Եթե ուզում ես, եթե հոժարվում ես, եթե համաձայնվում ես Աստծո որդու խոսքը, Հիսուս Քրիստոս կարա ինձի քեզի այսօր կենթանացնի։ Եվ ես այսուհետ ապրեմ Քրիստոսի ճշմարտության համար։ Այսուհետ ապրեմ երկնքի այդ կյանքով ապրեմ, առաջարկած կյանքով ապրեմ, ոչ թե մեղքի կյանքով, քուրեր եղբայրներ ջան։ Մեկ համար էլ կարդամ եւ կավարտեմ։ Եթե մենք այսօր հարություն առած ենք, եթե մենք կենթանացած ենք Քրիստոսով, Աստծո խոսքը այսպես է ասում, Կողոսացիս 3:1-ը. «Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առիք, ուրեմն վերի բաները փնտրեցեք, ուր Քրիստոս կնստի Աստծո աջ կողմը, վերի բաների վրա մտածեցեք, ոչ թե այս երկրի վրայիններուն, վասնզի դուք մեռաք ու ձեր կյանքը պահված է Աստծո կով Քրիստոսի հետ, երբ Քրիստոս մեր կյանքը հայտնվի, այն ատեն դուք ալանոր հետ փառքով պիտի հայտնվիք, ամեն»։ Տիրոջ անունը փառավորվի։ Այս սրա մասին ասում մտածեք։ Ասում է մտածի վերի բաների վրայով, եթե հարություն առած ես։ Եթե այս կյանքը տվել է ապրի այդ կյանքով, այսօր մենք սատանան շատ հնարքներ է տվել։ Մտածի աշխարհայինի վրայով, զբաղմունքներ, այդ չգիտեմ, հարստության ցանկություններ, խաբեություններ, մտածի սրա վրա, բայց Հիսուսի մասին մի մտածի, հարության վրայով մի մտածի, ավետարանի խոսքը մի կարդա, մի մտածի, որովհետև որ կարդաս, միտքդ կգոտևորվի, միտքդ կլուսավորվի եւ կդառնաս Քրիստոսին։ Սատանային սա ձեռ չի տալի։ Դրա համար մենք ոչ թե պետքա սատանայի հետ ընկերակցենք, ընկերություն անենք, իր ասածը անենք։ Ես պետք է տենամ Աստված ինչ ծրագիր ունի իմ նկատմամբ, քո նկատմամբ եւ արա Տիրոջ ասածը։ Արա Աստծո խոսքը, պահի Աստծո խոսքը, մտածի Աստծո խոսքի վրա։ Երբ որ մտածում ես, սրտի դարպասները միտքն անցնում է սրտիդ խորքը, Սուրբ Հոգին
գրում անդեղ սրտիս տախտակի վրա, եւ սրտի տախտակին որ գրվավ, կանցնի հոգուս խորքը եւ կգա հարուցյալ ապրելու կյանքը, Քրիստոսով ապրելու կյանքը, եւ այս վկայությունը իմ մեջ ունենալով Աստծո Սուրբ Հոգու հետ կասեմ օրհնյալ է հարությունը Քրիստոսի, Քրիստոս մեռելներից հարությունը առել։ Տիրոջ անունը փառավորվի քուրեր եղբայրներ ջան։ Ով հավատաց մեր տված լուրին, ու Տիրոջը բազուկը որու հայտնվեցավ, քանզի անիկա անոր արջև մատաղատունկի պես եւ ծարավոտ երկրի ելնող արմատի պես բուսավ, անիկա կերպարանք կամ վայելչություն չուներ, որ անոր նայեինք, ոչ ալ այնպիսի երևույթը, որ անկե ախորժեինք, անկե անիկա մարդոց մե անարգվեցավ ու երեսե ծկվեցավ, վիշտերու տեր ու ցավերու տեղյակ եղավ, եւ անկե երես դարձնելու մարդու պես եղավ, անարգվեցավ ու զանիկա չհարգեցինք, իրավցնե անիկա մեր ցավերը վերցուց ու մեր վիշտերը իր վրա առավ, եւ մենք զանիկա վիրավորված, աստուց մեզ զարնված ու չարիքի հանդիպած սեփեցինք, բայց անիկա մեր մեղքերուն համար վիրավորվեցավ եւ մեր աներունություններուն համար ծեծվեցավ, մեր խաղաղության պատիժը անոր վրա եղավ եւ անոր վերքերովը մենք բժշկվեցանք, ամենքս ոչխարներու պես մոլորեցանք, ամեն մեկս իր ճամփան դարձավ եւ Տերը մեր ամենուն անօրունությունը անոր վրա դրավ, անիկա անիրավություն կրեց ու չարչարվեցավ, բայց իր բերանը չբացավ, մորթվելու տարող ոչխարի պես ու իր խուզողներուն արջև մունջ կեցավ մաքիի պես, այնպես որ բերանը չբացավ, այնպես իր բերանը չբացավ, նեղությամբ եւ դատապարտությամբ վերցավ ու անոր ազգատողմը ով պիտի պատմե, քանզի անիկա կենդանիներուն երկրին կտրվեցավ, անիկա եմ ժողովրդիս հանցանքներին համար զարնվեցավ եւ անոր գերեզմանը ամբարիշներու հետ տրվեցավ, բայց երբ մեռավ, հարուստին հետ եղավ, քանզի անիկա աներունությունը չգործեց ու անոր բերնին մեջ նենգությունը չգտնվեցավ, բայց Տերը հաճեցավ, որ զանիկա ծեծելով ցավերու մատնե, անոր անձը մեղքի համար զոհ ըլելեք ետքը, անիկա սերունդ պիտի տեսնե, իր օրերը պիտի երկնցնե, ու Տիրոջը կամքը անոր ձեռքով պիտի հաջողի, իր անձին աշխատությանը պտուղը տեսնելով պիտի կշտանա, իմ արդար ծառաս իր գիտությունովը շատերը պիտի արդարացնե, քանզի անոնց արյունությունները ինքը պիտի կրե, անոր համար մեծերուն հետ բաժին պիտի տամանոր եւ հզորներուն հետ ավարեն բաժին պիտի առնե, քանզի իր անձը մահվան մատնեց ու հանցավորներուն հետ սեպվեցավ եւ շատերուն մեղքը վերցուց ու հանցավորներուն համար միջնորդություն ըրավ։ Փառք ես Տեր, որ մահը հաղթեցիր, մեզ հավիտենական կյանք պարգևեցիր, սիրտս լցվում է ուրախ երգով, քանի դու կենդանի ես փառքով, թող մեր կյանքը վկայի քեզ, սիրով քայլենք քո ճամփով միշտ, այսօր ցնծում ենք, երգում բարձր, Քրիստոս հայրավի մեռելոց, Քրիստոս հայրավի մեռելոց, Քրիստոս հայրավի մեռելոց, Խաչի ցավից մինչև փառքի լույս, Տերը անցավ մեզ տալով հույս, գերեզման այսօր դատարկ դարավ, կյանքը մահվան վրա հաղթանակ տարավ, եկեք հավատանք, սիրով խոնարհվենք, որ նա կենդանի է մեզ հետ է հավերժ, հարության օրը ուրախությամբ լեցրուն,
Քրիստոս հարյավ տվավ փրկություն։ Ով հավատաց մեր տված լուրին, եւ ում հայտնվեց Տիրոջ բազուկը, Եսայի 53:1։ Եվ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իր միածին որդուն տվեց, որով որ հավատա չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Հովանու 3:16։ Հիսուսը նրան ասաց. Ես եմ հարություն եւ կյանքը, ով հավատում է ինձ, թեկուզ եւ մեռնի կապրի։ Հովանու 11:25։ Ով Տեր քո խայթոցը դուր է, ով գերեզման քո հաղթությունը։ Առաջի Կորինթացիս 15:55։ Մաղվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքի զորությունը օրենքը։ Առաջի Կորինթացիս 15:56։ Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց եւ մեր անօրենությունների համար հարվածվեց։ Պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Եսայա 53:5։ Ուստի Հիսուս, երբ քասախ բերեց, ասավ. ամեն բան կատարվեցավ ու գլուխը ծռելով հոգին ավանդեց։ Հովհաննես 19:20։ 19:30։ Այստեղ չէ, այլ հարություն է առե։ Հիշեք ձեզ հետ ինչ խոսեց, երբ Գալիլեայում էր։ Ղուկաս 24:6։ Մի ժամանակ, երբ Աստծո խոսքը հեշտությամբ հասանելի չէր, երբ շատերը փափագում էին այն, բայց չեն կարող ունենալ, ապրում էր մի մարդ, մեծ հարստությամբ օրհնված, բայց առավել մեծ իր հավատքով։ Այս զատիկի տոնի արդիվ որոշեցի տանս աշխատողներին նվեր անել, բայց այս անգամ հատուկ առաջարկությամբ։ Նստում է սեղանի մոտ, դրված է սուրբ գիրք եւ քսակներ, եւ կանչում է իր ծառաներին։ Մակար։ Այո, Տեր իմ, լսում եմ։ Մակար, իմ աշխատասեր այգեպան, այս տոնի արդիվ որոշել եմ քեզ նվեր անել, բայց ունես երկու ընտրություն, սուրբ գիրքը, թե 50 արծաթ։ Դե Տեր իմ, թանկացումներ են, ես էլ մի քանի հատ պարտք ունեմ, այս անգամ կընտրեմ 50 արծաթը։ Վերցրու գումարը։ Շնորհակալ եմ։ Ուրեմն մի մտահոգվեք ասելով. ինչ ենք ուտելու, կամ ինչ ենք խմելու, կամ ինչ ենք հագնելու, որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում, որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքն ունեք։ Դուք նախ Աստծո արքայությունն ու նրա արդարությունը փնտրեք, եւ այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ Մատթեոս 6:31-33։ Ռաքել։ Այստեղ եմ, Տեր իմ։ Ռաքել, իմ երեխաների հոգատար, այս տոնի արդիվ որոշել եմ քեզ նվեր անել, բայց ունես երկու ընտրություն, սուրբ գիրքը, թե 50 արծաթ։ Տեր իմ, ես դեռ երիտասարդ եմ եւ կյանքս դեռ առջևում եմ։ Ես գումարն եմ ընտրում։ Ռաքել, քեզ մի խորհուրդ տամ։ Տիրոջը ընդունիր երիտասարդ տարիքում, որպեսզի երկար կյանք ունենաս։ Վերցրու գումարը։ Շնորհակալ եմ, Տեր իմ։ Կյանքս դեռ առջևում է։ Մեծանամ կապաշխարեմ։ Մարդու համար լավ է, որ լուսն իր երիտասարդության ժամանակ կրի։ Ողբ Երեմիա 3:27։ Միս Անժելա։ Այստեղ եմ, Տեր իմ։ Միս Անժելա, իմ աննման խոհարար, այս տոնի արդիվ քեզ էլ եմ որոշել նվեր անել, բայց կրկին ունես երկու ընտրություն, սուրբ գիրքը, թե 50 արծաթ։ Օ, Տեր իմ, սուրբ գիրք մի ուրիշ անգամ կընտրեմ։ Ծախսեր ունեմ, աղջկաս եմ նշանում։ Դու էլ գումարը ընտրեցիր, լավ, վերցրու։ Ողջ լինես, Տեր իմ։ Եվ բոլորն սկսեցին մեկ-մեկ հրաժարվել։ Առաջինը նրան ասաց. Ագարակ եմ գնել, պետք է գնամ այն տեսնեմ, խնդրում եմ քեզ, ինձ հրաժարված համարիր։ Ղուկաս 14:18։ Դանիել։ Լսում եմ, Տեր իմ։ Դանիել, իմ հավատարիմ կառապան, այս տոնի արդիվ որոշել եմ քեզ նվեր անել, բայց ունես երկու ընտրություն, սուրբ գիրքը, թե 50 արծաթը։ Այս պահին մնացած երեքը հավաքվում են մի կողմի վրա, նայում են, թե Դանիելը ինչ կընտրի։ Տեր իմ, երբ պատանի ժամանակ գնում էի Կիրակնորյա դպրոց եկեղեցում, ինձ սովորեցնում էին, որ ամեն բառից առաջ պետք է Աստծո խոսքը ընտրեմ։ Ես ընտրում եմ սուրբ գիրքը։
Այդ պահին մնացած երեքը հեգնում են, անում արտահայտություններ։ Ապրես Դանիել, կարդա Սուրբ Գիրքը եւ ճանաչիր քո Տեր Աստծուն, ու քանի որ դու Սուրբ Գիրքը ընտրեցիր, 100 արծաթ քեզ պարգևատրում։ Դանիելը վերցնում է, շրջվում է դեպի ժողովուրդը եւ բացականչում. Օ Տեր իմ, 100 արծաթ, ով մարդիկ, ամեն բանից առաջ փնտրեք Աստծո արքայությունը եւ անոր արդարությունը եւ ամեն բան ձեզ կտրվի։ Ամեն։ Քո բերանի օրենքն ինձ համար բարի է ավելի, քան հազարավոր ոսկի ու արծաթ։ Սաղմոսներ 119:72։ Ամենից վեր երկրից և ամեն մարդկային ուղիներից դու բարձրյալ ամեն փառքից էլ վեր դու ես արարիչն ու Տերը երկնքից վեր գահերից և երկրի վրա եղած ողջ գանձերից վեր ես դու բոլոր հանճարներից և չկա Տեր մեծը քեզանից Հայտի վրա կամված մահացան մերժված և անարգած դու անկար ինչպես մորթված մի գար մտահոգված այդ պահին ինձ երկրից և ամեն մարդկային ուղիներից դու բարձրյալ ամեն փառքից էլ վեր դու ես արարիչն ու Տերը մեր երկնքից վեր գահերից և երկրի վրա եղած ողջ գանձերից վեր ես դու բոլոր հանճարներից և չկա Տեր մեծը քեզանից Հայտի վրա գամված մահացան մերժված և անարգված դու անկար ինչպես մորթված մի գար մտահոգված այդ պահին ինձ համար երկնքից վեր գահերից և երկրի վրա եղած ողջ գանձերից վեր ես դու բոլոր հանճարներից և չկա Տեր մեծը քեզանից Այդ պահին
Փառք մեր Տիրոջը, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, այո, մենք մեր սրտերի մեջ, ինչպես եղբայրը ասեց, մենք սրտերի մեջ փառք ենք տալի Տիրոջը եւ ասում ենք, իրոք օրհնյալ է հարությունը Քրիստոսի, որովհետեւ Քրիստոսի հարությունում մենք բոլորս հարություն ենք առել։ Այո, մենք առել ենք, ոչ թե պիտի առնենք, այլ հիմիկվանից արդեն մենք հարություն ենք առել եւ մենք դիմավորել ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Այստեղ գտնվում է մի բազմություն սիրելիներ, ովքեր սպասում են Տեր Հիսուս Քրիստոսին, որ շուտով գալու է։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը, քանի որ այսօր այդ զատիկն է, իրոք տոնն է, ինչպես եղբայրները ասեցին, ես մի փոքր կուզենայի կիսվել այդ տոնի մասին, բայց այդ զատիկը ոչ թե որպես ծիսակատարություն, հապա որպես իսկական տոն ամեն մեկի սրտերում այսօր պետք է լինի։ Նայեք հետաքրքիր ասենք, շատ շատերը աշխարհում մարդիկ ոնց են, ասենք Հայաստանում էլ, այդ օրերը գնում են եկեղեցի եւ ամեն մեկը մի հատ լույս է տանում, այնքան էլ վիճաբանություն բան, այն մեկ ասում է, այս լույսի իմն է, այն մեկ ասում է, այս լույսի իմն է, լույսը տանում են, ճանապարհի կեսին այդ քամին տալիս է, այստեղ հələ քամի չկա, այնտեղ քամին տալիս է, մոմը հանգնում է, նորից գնում են այդ լույսի հետևից, բան, սիրելիներ, ես հիմա Տիրոջ անունից եմ ասում, դա պատասխանատվություն է, որ ես հիմա ասում եմ, Տիրոջ անունից եմ ասում, այսօր Տեր Հիսուս Քրիստոսը ամեն մեկիս բաժանում է մի հատ լույս եւ ասում է սիրելիս տարեսի քո տունդ ամեն հալելույա Տիրոջը շլամնա չէ մեր Տեր Հիսուս Քրիստոսը պետք չի կռիվանես պետք չի վիճաբանություն լինի ամեն մեկին տալիս է մի հատ լույս քամին չի կարա հանգցնի այդ լույսը ոչ մի վտանգ չկա այդ լույսին ասում ես լույսը վերցրա տար քո տունդ, քո ընտանիքդ, թող աստվածային լույսը լուսավորի քո տանդ մեջ։ Փառք մեր Տիրոջը դրա համար սիրելիներ։ Ես միտեղ եմ ուզում կարդամ սիրելիներ, ինչ կապ ունի զատիկը, ինչ կապ ունի ուրեմն հին ուխտի զատիկը եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչելությունը սիրելիներ, ինչ կապ ունի իրար հետ։ Դա ուղղակի համընկնավ այդ օրերը, թե դա ծրագրված էր։ Անկամ հին ուխտում Աստված ծրագրել էր այդ օրը, որ պետք է մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչելությունը հենց այդ օրը լիներ, եւ Տերը մեծ ծրագիր ուներ, սիրելիներ, մեզ բոլորիս համար։ Հիմա ես հետաքրքիր մի տեղ եմ ուզում կարդամ, սիրելիներ, ես պետք է կարդամ ուրեմն Եզեկիելի 12-րդ գլխից 4-րդ խոսքից կարդամ։ Եթե մեկը տունը գառնուկի համար քիչ գա այն մարդը, ուրեմն եկեք վերևից կարդամ, լավ, հենց սկզբից կարդամ, երկրորդ խոսքից, այս ամիսը ձեզի ամիսներուն սկիզբը լինի։ Այդ ամիսը երբ էր, ուրեմն այդ ամիսը ապրել ամիսներ, որ հենց հիմա մենք տոնում ենք։ Ձեզ ամիսներու սկիզբը լինի, ձեզի տարվան ամիսներուն առաջինը լինի, այսինքն այն ժամանակ տարին սկսում էր ապրիլից առաջինը լինի, Իսրայելի ժողովրդին ասեք, այս ամսվան տարին ամեն մեկը իրեն գառնուկը թող առնե իրենց հայրերուն տանը համեմատ, այսինքն տունը գլուխ մեկ գառնուկ, ամեն ընտանիք ինչ պետք է առներ, մի հատ գառնուկ, ես ժամանակի առումով բոլորը չեմ կարդա, կկարդամ ուղղակի այդ հատվածները, բայց միտքը կասեմ, ամեն ընտանիք մի հատ գառնուկ պետք է առներ, սիրելիներ, հետաքրքիր բան է կատարում, այ որ նոր ասեցի, չէ, ամեն մեկս հիմա լույսը տանում ենք մեր ընտանիքին, որովհետև փրկությունը ես ուզում եմ ոչ թե մենակ ես փրկվեմ, հապա ուզում եմ նաև իմ ընտանիքիս անդամները։ Այսօր կարող է ընտանիքիդ անդամը չի եկել, բայց ես հավատում եմ, դու որ այստեղ աղոթք ես անում, Սուրբ Հոգին գործում է քո ընտանիքի անդամի վրա ու իրա վրա էլ այդ ազդեցությունը գալիս։ Ես նոր պաշտամունքի ժամանակ այդ ամբողջ պաշտամունք, չգիտեմ, մի հատ sense օրհնություն է եկել։ Ես հենց հիմա զգում եմ իրոք Տիրոջ ներկայությունը։ Ես հենց սկզբից, որ ես սկսեց երկով Սուրբ Հոգու ներկայությունը այստեղ կա ու անկախ ինձանից sense արցունք է գալի աչքերից, ասում Աստված ջան, ամաչում եմ, տես արցունքները մաքրում եմ, բայց տեսնում ես, որ Տիրոջ ներկայությունը Սուրբ Հոգին իջել է եւ Սուրբ Հոգին ամեն մեկից լուսավորում է եւ ուզում է, որ այդ լույսը ես տանեմ իմ տունս, իմ տանս անդամնել, որպեսզի այդ լույսը տեսնի քո եղբայրներ։
Եվ հետաքրքիր է, ինչի համար էր այդ գառնուկը։ Ուրեմն գառնուկը պետքա մորթվեր եւ սենց մի հատ պայման կար, Աստված հրահանգ էր տվել այդ մարդկանց։ Գառնուկը պետքա մորթեին, գառնուկը պետքա ուտեին, իսկ գառնուկի արյունը, որ անպայման դրանով էր փրկությունը, միայն դրանով, ուտելով չէր, հապա արյունով էր փրկությունը, գառնուկի արյունը պետքա քսեին դրան սյուներին, դրանդիկներին, դրսի կողմից։ Ինչի համար պետք է քսեին այդ արյունը դրանդիկներին, հետաքրքիր է։ Ուրեմն այդ գիշերը հրեշտակը պետք է անցներ։ Կոտորած պետք է լիներ, ահավոր կոտորած, սարսափելի կոտորած պետք է լիներ։ Եվ հրեշտակը պետք է անցներ, սիրել, պատկերացրեք, այսի հիմա հենց հիմա սա տուն է։ Սա Աստծո տուն է կոչվում։ Սա չի կոչվում ինչ-որ մեկի տուն, սա կոչվում է Աստծո տուն, մենք եկել ենք Աստծո տուն։ Հենց հիմա դրանդիկներին քսած կա։ Հրեշտակը երբ որ անցնում է դրսի կողմից եւ պետք է անցնի։ Այստեղ ես նկատեցի խանութներ կար, եսի մինչեր կար, տներ կար, օֆիսներ կար, եսի մինչեր կար։ Բայց կոնկրետ հենց այս տան վրա դրանդիկներին դրսի կողմից քսված է Քրիստոսի արյունը։ Եվ երբ որ հրեշտակը անցնելու լինի, հրեշտակին հրամանը այսպես է, դու կնայես, եթե դրան վրա, դրանդիկների վրա արյուն կա, դու իրավունք չունես այդ տունը մտնելու, դա մահվան հրեշտակն էր, բայց դու պետք է անցնես, որտեղ որ չլինի այդ արյունը, դու պետք է մտնես այդ տունը, եւ այդ ընտանիքի մեջ պետք է մահ լինի։ Սիրելիներ, ինչ հետաքրքիր հրաման էր, երկնքից իջած հրաման էր եւ հրեշտակը պետքա կատարեր այդ հրամանը։ Հետաքրքիր մի բան եմ ուզում կարդամ, մինչեւ մենք անդրադառնալը դրան, ես մի համար եմ ուզում կարդամ, ուրեմն նույն 12-րդ գլխի 11 խոսքը, ինչպես պետքա ուտեն, մինչև արյանը անցնելը, ես մի փոքր ուզում եմ կարդամ, թե ինչպես պետքա ուտեն։ Իմիջիալիոս ես ձեզ մի բան ասեմ, քույր եղբայրներ ջան, Աստված օգնի մեզ բոլորիս։ Մի անգամ ես մի հատ այդպես պատահական հանդիպեցի մի անձնավորության, ու այս անձնավորությունը եկավ սենց ուրախացած, ասեց Քրիստոս հարյավի մեռելոց, ես էլ ասեցի օրհնյալ է հարությունը Քրիստոսի, ասեց այ ախպեր ինչ լավ է չէ զատիկը, ասում հա իսկական ես իմացա ճիշտ ասած մեր եղբայրներից ասում ալելույա փառք Տիրոջը, մեկ էլ ասեց այ ախպեր այս զատիկը որ չներ, մենք գինի երբ կխմեինք։ Սենց զարմացա, ասի փաստորեն այս մարդու մոտ զատիկի ուրախությունը գինի խմելն է։ Մի մարդու մոտ Զատիկը ո ձու է այսօր ձվի օրա ձու ենք բանանելու, կոտրելու, այն մեկ ասում է ձուկ ենք ուտելու, այնքան եմ սիրում ձուկ, նախ մնան զատիկի ձուկը։ Անցյալ տարի, երբ որ զատիկ էր, հետաքրքիր է, ես անցյալ տարի գտնվում էի բանտում, ու մենք զատիկ պետք է անենք։ Ուրեմն մենք որոշեցինք մեր խմբով, ընդ բանտի խմբով, որոշեցինք երեքօրյա ծոմ պահենք։ Եվ ուրբաթ, շաբաթ, կիրակի մտնում ենք ծոմապահության մեջ։ Ովքեր որ իրանց չեն կարողանում ծոմ պահեն, հաս չուտեն երեքօրը, ուրեմն ասեցինք դուք կուտեք ժամը երեկոյան ժամը 6-ին, կուտեք նորից կմտնեք ծոմ ու տենց երեքօր դուք էլ մեզ հետ ծոմ կպահեք։ Բայց ովքեր հնարավորություն ունեն, մի 4 հոգի տենց մենք երեքօրյա ծոմ պահեցինք։ Հետո երեքօրյա ծոմը երբ որ վերջացավ, արդեն ժամը 5-ից հետո մենք բերեցինք ամեն մեկս մի հատ այդ 4 սուպերը, որ ջուրը լցնում ես վրան, պես դրեցինք ու ով պեչենի ուներ, բերեցինք բաժանում էինք մասերի, ամեն մեկից որ հասներ կանֆետ ուներ, տես կիսում էինք կանֆետը ու տես մի հատ սեղան գցեցինք ու ես սկսեցի, երբ որ հիշեցի մեր զատիկը, ինչ ճոխ սեղաններ, որտեվ մեր խմբում ես էի կատարում այդ առևտուրը, ուրեմն մի քանի օր առաջ գնում էի արդեն առևտուր անում էի, հրահանգը տալիս էի, ասում էի քուրիկներ ջան, ով խմորեղեն պետքա թխի, դուք խմորեղենը թխեք, երիտասարդները պետքա գային սեղանները պատրաստեին, դնեին ծալովի սեղանները դնեին, քուրիկները երիտասարդ պետքա գային, ուրեմն սեղանները այդ զարդարեին,
ծեր քույրիկները պետք է իրանք մեկը փլավներ սարքում, մեկը ձուկներ, այսպես խառներ այդ ամեն ինչը լինում, բայց վերջում ստացվում էր գեղեցիկ, այդ գեղեցիկ սեղանը պատրաստ էր արդեն եւ մենք բոլորս ուրախանում ենք։ Ու այդ օրը ես նստած էի այդ սեղանի առաջ, բայց այնքան ուրախ էի։ Ես կյանքիս մեջ առաջի անգամ ծոմով դիմավորում էի զատիկը։ Փառք Տիրոջը սիրներ, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Դրանք ամեն ինչը ժամանակավոր բաներ են։ Այս ճոխ սեղաններն էլ, այս վատ սեղաններն էլ, ամեն ինչը ժամանակավոր է։ Կարևորը երկնային սեղաններին մենք մասնակից լինենք։ Եվ ինչ էր հետաքրքիր է, ես այդտեղ որ պետքա կարդամ ուրեմն այդ 11-րդ խոսքից։ Ասում է, այսպես պիտի ուտեք։ Ձեր գոտիները մեջքերնիդ կապած լինի։ Ինչ հետաքրքիր է, ձեր գոտիները մեջքերնիդ, ընդհանրապես այն ժամանակ, երբ որ շորը հագնում են, շորից հետո ինչ էին հագնում, գոտի էին կապում, որ ամեն բան, ասենք զենքա ինչ որ բան դնում էին, այդ գոտիների մեջտեղն էին դնում, եւ այդ գոտիները անպայման պետք էր, նամանավանդ տղամարդկանց, եղբայրներին։ Ուրեմն ձեր գոտիները կապած լինի, ձեր կոշիկները ոտքերնիդ, ձեր կոշիկները հագը պետքա լինի անպայման եւ ձեր ցուպերը ձեռքերիդ լինելով զանիկա արտորնուկ ուտեք։ Այսինքն այդ ուտելու ընթացքում ինչ պետքա լինի, շորերդ հագած պետքա լինի, գոտիդ կապած պետքա լինի, կոշիկներդ հագած պետքա լինի, ցուպը ձեռքերիդ, այսինքն ամեն բան պատրաստ, ինչ կապ ուներ ուտելիքի հետ, այդ ամեն ինչը քոր եղբայրներ։ Ինչ կապ ուներ։ Այսօր Աստված մեզ բոլորիս նույնպես ասում է, մենք պետքա պատրաստ լինենք ամեն րոպե Տիրոջ մոտ գնալու։ Մեր շորերը հակներից պետքա լինի։ Մենք չգիտենք վաղը ինչ կլինի։ Ես պետքա ունենամ իմ հոգևոր շորերը, իմ խաղաղության կոշիկները պետքա ունենամ անպայման։ Իմ զենքերը, իմ զրահները պետքա իմ վրաս լինի։ Ես ամեն րոպե պետքա պատրաստ լինեմ, քույրեր եղբայրներ, պատրաստ լինեմ Տիրոջս դիմավորելու։ Եվ այդձև հրահանգ էր, այսպես պետքա դուք ուտեք ձեր ուտելիքը, որից հետո ասեց ձեր արյունը կքսեք, ուրեմն դրանդիկներին եւ մահվան հրեշտակ այդ օր անցնելու է եւ ուշադիր ինքը նայելու է, ինքը չի նայելու, վայ սա Միսակես տունն է, ես ճանաչում եմ Միսակին, Միսակը լավ տղա է, չէ, այդ օրը չի անցնում Միսակը լավ տղա է թե վատ տղա է, այդ օրը անցնում է Միսակը իրան դրան վրա ունի արյունը քսած, թե չէ, հրեշտակին հրամանը ձև էր տրված, արյունը կտեսնես, այդ տունը չմտնես, արյունը չես տեսնի, այդ տունը պետքա մտնես, սիրելիներ։ Ինչի համար էր այդ արյունը, քույր եղբայրներ։ Մենք գիտենք, որ առանց արյան մարդը թողություն չունի։ Առաջին մարդը, Ադամը եւ Եվան, երբ որ խաբվեցին, երբ որ մեղք գործեցին, իրանց համար մահ էր պետք։ Կամ պետքա մահանային, բայց Աստված այնքան էր սիրում մարդուն, անգամ այդ մարդուն այնքան էր սիրում, այն ամենամեղավոր մարդուն, մինչև որ Տերը այնտեղ զոհ արեց եւ կաշվե հագուստ տվեց, եթե հիշում եք, դա զոհն էր, զոհի արյուն թափվեց։ Եվ հետաքրքիր է, ուրեմն հայտնությունում սենց համար կա, ես կկարդամ այդ համարը հայտնության մեջ, հայտնությունում այսով համար կա, 7-րդ գլխում 10 խոսքից կարդամ, եւ մեծաձայն կաղակեին ասելով, չէ, ներողություն, 9-րդ գլխում 9-րդ գլխի 4-րդ խոսքն է, անոնց ասվեցավ, որ չվնասեն երկրի խոտին, ոչ ալ կանաչեղենի եւ ոչ ծառի, հապա միայն այն մարդոց, որոնք իրենց ճակատներուն վրա Աստծո կնիքը չունեին։ Հետաքրքիր էր, մահվան հրեշտակը պետքա գար, հարված պետքա լիներ բոլորին, բոլոր աշխարհում ինչքան մարդ կար, բայց պետքա ինքը նայեր, ով որ ճակատներին Աստծո կնիքը չուներ, իրան պետքա հարված էր հրեշտակը։ Ես կասեմ, ինչն էր այդ Աստծո կնիքը, մենք այսօր ունենք թե չունենք այդ Աստծո կնիքը, սիրելիներ։ Հետաքրքիր է, հրեշտակը ման էր գալու, ես տեսնելու էր, ով որ Աստծո կնիքը չունի, մարդը իր ճակատի վրա։ Երկու ձևի կնիկ կա, մենք բոլորս գիտենք, հայտնությունում, երբ որ կարդում ենք, նեռը որ պետքա նստի, նեռը պետքա կնքի իր ժողովրդին, նեռը իր ժողովրդին, հակա Քրիստոսը պետքա կնքի իր
ժողովրդին եւ պետք է կնիքը դնի, որի թիվը մարդկային թիվն է եւ բոլորս գիտենք արդեն այդ թիվը դա 666-ն է։ Նա մարդը պետք է ունենա իր ճակատի վրա կամ իր աջ ձեռքի վրա։ Առանց դրա նա չի կարա ոչ գնի, ոչ էլ ծախի, ոչ մի բան չի կարանի։ Բայց հիմա հետաքրքիր է, իսկ ովքեր որ չընդունեցին, նրանք պետք է նեղություն կրեն, մեծ նեղություն պետք է կրեն, բայց Տերը ողորմություն պետք է անի։ Հիմա նայեք, հրեշտակը պետք է անցնի, ում վրա այդ կնիքը չկա, նա չի մահանալու, նրան ոչ մի բան չի կատարվելու։ Եվ ես մի տեղից էլ կարդամ, սիրելիներ, ուղղակի ժամանակի առումով տենց ուզում եմ արագ-արագ այդ տեղերը ընթերցեմ, ուրեմն Եզեկիելի 9-րդ գլխի 4-րդ խոսքից կկարդամ։ Ինչի համար էր կարևոր այդ կնիքը։ Ինչի համար է կարևոր Քրիստոսի արյունը։ Այսօր մեր ամեն մեկի սրտերին կսված է Քրիստոսի արյունը։ Մեր ճակատներին Քրիստոսի կնիքը կա։ Մենք բոլորս կնքված ենք Քրիստոսի կնիքով։ Եվ ասում է, եւ Տերը անոր ասեց, հրեշտակին է նորից ասում։ Երուսաղեմ քաղաքին մեջ են անցիր, ու անոր մեջ եղած բոլոր պղծություններուն համար հառաչող ու ողբացող մարդոց ճակատներուն վրա նշան դիր։ Ինչ հետաքրքիր բան է, չէ՞ ասենք։ Հրեշտակը պետք է անցնի եւ տեսնում է մարդ, որը որ չի ուզում այս աշխարհի հետ միանա, աշխարհի պղծությունների միանա, քո ներսը սպասում է Տիրոջը։ Քո ներսը սպասում է Քրիստոսին, որ շուտով իմ Քրիստոսը գալու է։ Այսօր մենք ինչքան ենք տարբերվում աշխարհից, քո եղբայրներ։ Աշխարհը նայեք, խրված է իր գործերի մեջ, զբաղմունքների մեջ։ Միտեղ գրված ասում է Աստված մարդուն զբաղմունք տվեց, որ ինքը մոռանա ամեն ինչ։ Հասկանում եք։ Տեսավ մարդը չի ուզում Աստծուն գա, Աստված տվեց այդ զբաղմունքը, դե գնա զբաղվի մարդ արարած։ Բայց երբ որ մարդը ուզում է Աստծուն, երբ որ մարդը ասում է Տեր Աստված, իմ սիրտս քո հետ է, ես առանց քեզի կյանք չունեմ, Աստված ասում է, ես այսօր քո ներսը պիտի լուսավորեմ, ես այսօր քո ներսը երկնային լույսը պետքա ծագեցնեմ, եւ այդ լույսով դու պետքա գնաս տունդ։ Տարբերությունը ինչքան մեծ է քո եղբայրներ։ Հիմա ասում է Երուսաղեմ քաղաքին մեջով անցիր եւ մարդկանց ճակատներու վրա նշան դիր։ Այսինքն կա եւ սատանայի նշանը եւ կա Աստծո կնիքը։ Հիմա ինչ պետքա լինի։ Ինչի համար է այդ նշանը։ Իսկ մյուսներուն ասեց. անոր յետևեն քաղաքեն անցեք ու զարկեք, աշկերնի թող չխնայե, ու մի ողորմիկ, ծերը, երիտասարդն ու կույսը, պստիկ տղակն ու կիները սպանեցեք ու կորսնցուցեք, բայց վրան նշան ունեցող մարդուն ամենևին մի մոտենակ։ Սիրելիներ, ինչքան մեծ ողորմություն արել Աստված մեզ։ Այսօր Տերը ինձ բերել է այստեղ, պատահական դու չես եկել, պատահական դու չես եկել այս վայրը։ Ես մի հատ բարեկամ ունեմ, իրար հետ մենք աշխատում ենք։ Ես իրան ասում եի, լսի ասում եմ, արի պաշտամունքի։ Ասում էր, հատը կգամ էլի, այսօր մեր երիտասարդները լավ բեմադրություն ցույց տվին։ Հատը երիտասարդ եմ, չէ՞, մեկ ասեց երիտասարդ եմ, մեկ ասեց աղջիկ եմ նշանում, մեկը սենց, մեկը նենց։ Ասեցի, արի պաշտամունքի, ասես դե կգամ էլի։ Այսի ես որ ասում եմ, մոտ մի 25 տարվա բան եմ ասում։ Ասես կգամ։ Ասի այ ախպեր, դե հենց այս Կիրակի արեց։ Ինչ պարտադիր ասում է այս Կիրակի։ Ասում ախր դու պետքա խնդրես Աստծուն, որ Աստված քեզ բերի եկեղեցի։ Այ ախպեր ասեց, ես որ ուզենամ կարամ գամ։ Ասեցի, քո ուզելով չի, Աստված քեզ պետքա բերի։ Ասեց ուզում ես այս Կիրակի գամ։ Ասի արի։ Եկավ Կիրակին մենք իրար հետ էինք աշխատում։ Եկավ Կիրակի օրը, մեկ է տեսնեմ չի եկել պաշտամունքի։ Հաջորդ օրը երկուշաբթի օրը իրան տեսնում եմ, ասում եմ, բա ինչի չեկար պաշտամունքի։ Ասեց ախպեր, երեք գործ ստացված սենց չկարողացա գամ։ Մյուս Կիրակի գամ, խնդիր չկա։ Հաջորդ Կիրակին նորից եկավ, նորից չեկավ ինքը պաշտամունքի, երկուշաբթի ասում, բա ինչի չեկար։ Ախպեր, մի հատ պրոբլեմ ստացավ, ու սենց 25 տարի ինքը ամեն Կիրակի ասում է, հատը դրա եղածնի չէ, ես կգամ։ Սիրելիս,
Դրա եղածը բան չի։ Դու եթե Աստված քեզ չկանչի, չես կարա գաս։ Այսինքն այսօր որ դու եկել ես այս վայրը, Աստվածա քեզ բերել։ Իսկ եթե Աստված քեզ բերել է, ուրեմն Աստված ուզում է քո այդ բան ասի, քեզ բան ունի ասելու Աստված։ Դու սիրտդ բաց ար, ասա Տեր Աստված, խոսիր ինձ հետ, խնդրում եմ, ինչ ունես ասելու, ասա ինձ խնդրում եմ, եւ Տերը կխոսա քո հետ անպայման։ Աստված եթե խոսած քո հետ, Աստված ուրեմն լույսը պետքա տա, որպեսզի այդ լույսը դու տանես քո օջախդ եւ քո օջախը լուսավորվի։ Թող Աստված փառավորվի սիրներ մեր սրտերի մեջ, որ այդ լույսը մենք ունենանք մեր սրտերի մեջ, սպասենք մեր Տիրոջ գալստյանը, որ մեր Տերը շուտով գալու է։ Գիտեք, ընդհանրապես ես քանի որ ուրեմն հարսանիքների մեջ մի քիչ շատ կամ, այսպես մի բան եմ նկատել։ Պատկերացրեք այսպեսի մի բան, ուրեմն հարսը տունը սպասում է իր փեսային։ Բոլոր բարեկամները, հարսի բոլոր բարեկամները, գիտեք, ոչ մեկ չի սպասում փեսային։ Իրանք սպասում են, ասենք ծնողները ասում են, ես էտամ այս ռեստորանի հետ խոսամ, լավ ուտելիք բերեն։ Այն մեկը ասում է, եղբայրը ասում է, ես էտամ շորեր առնեմ, որովհետև այդ օրը լավ պետք է երևամ։ Ամեն մեկը մի բանով զբաղված են։ Մենակ հարսն է, որ սենց նստած է լուսամուտի մոտ, պատուհանի մոտ։ Ու սենց սպասում է, երբ պետք է իմ փեսան գա, ես իրան եմ կարոտել։ Իրան չի հետաքրքրում, իրա ծնողները ինչ սեղան են գցելու, իրան չի հետաքրքրում, իրա բարեկամները ինչ շորեր են հագնելու, իրան հետաքրքրում է իմ փեսաս որ գա, ես ոնց եմ դիմավորելու իրան։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Այսօր մենք ամեն մեկս այդպես սպասում ենք մեր փեսային, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ շուտով գալու է, ու մենք բոլորս տեսնելու ենք, մենք բոլորս լսելու ենք։ Պատկերացրա այդ օրը, եթե ես չսպասեմ, իսկ փեսան գալու է, գրված է Հիսուս Քրիստոսը գալու է նրանց հետևից, ովքեր որ սպասում են Տիրոջ գալստյանը։ Եկեք մենք այդ ձև արյունը մեր սրտերի վրա քսած քուրեր եղբայրներ, Քրիստոսի արյունը մեր սրտերի վրա քսած սպասենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Ես մի փոքր բան եմ ուզում այտենց Տիրոջմով ասեմ, սիրելիներ։ Ուրեմն հետաքրքիրը նա էր, որ երկու ոտանավոր տենց գրվել էր տարբեր տարիների ընթացքում, բայց երեք ես պատահական երբ որ նայեցի, տեսա, որ մի ոտանավորը մյուս ոտանավորի շարունակությունն է։ Ու տենց որոշեցի միասին, որպեսզի բոլորս նայենք։ Աշխարհը մութ խավար հակած, չեր ճանաչում նա իր փրկչին, փոխարենը աղաղակով խաշտ էր հանում իր արարչին։ Աշխարհն ուրախ զվարթ սրտով պատրաստվում էր զատկի տոնին, կարծես գառն էր պակաս միայն, որ մորթվեր այդ խնջույքին։ Գառն էին փնտրում մարդիկ ահա, որ զոհանեն իրենց փառքին։ Այդ օրը մեծ դարձել էր ձեզ, կատարում էին ամեն տարի։ Գառներ եկել հենց իր կամքով, նա նման չէր այն գառներին, խաչի վրա նա գանվելով, խոնարհվելով իր հոր կամքին, եկել էր նա մորթվելու, արյունով իր մեզ գնելու, Սուրբ Հոգիով նորոգելով հարսանիքին մասնակցելու։ Աչքերս բացի, տեսա մի մեծ խաչ,
տեսա, որ այնտեղ Հիսուսն էր խաչված։ Արյուն էր կաթում նրա ձեռքերից, արցունք էր հոսում Տիրոջ աչքերից, գլուխն էին զարդարել փշեպսակով, քացախ էին տալիս զոպայի մշտիկով, ծաղրում էին մարդիկ, թե իջիր խաչից, թե թագավոր ես միայն դու վերից։ Երկինքը այդ չինչ դարձել էր խավար, կայծակն արևի շողերի տեսքով թափվում էր երկիր զայրույթ հայտնելով։ Մարդիկ շփոթված դեսդեն էին փախչում, մեղադրող խոսքեր իրարու ասում։ Հայրապետը այս բան տեսնելով արդար էր այս մարդ սրտում ասելով։ Ոմանք զղջում էին ու կոծ էին անում, կուրսքերը ծեծում, լացում ու ողբում։ Ոմանք էլ ծաղրում և ուրախանում և այդպես իրարու ընծաներ տանում։ Երկինքը ամբողջ հագել էր նա սև, կարծես նա այդպես վիշտը ցույց տվեց, սքո արցունք էր երկնքից հորթում, միածին որդին խաչին մահանում։ Խաչն էր բարձրացել նա հենց իր կամքով, որ մեզի կյանք տա այդ անարգ մահով։ Իր շրթունքներից լսվում էր մի ձայն. Հայր, ների՛ր նրանց, որ չհասկացան։ Ամեն։ Քրիստոս հայրյավի մեռելոց, փառք Տիրոջը։ Տիրոջ փառքի համար եմ ուզում մի փոքր վկայություն անել, սիրելի քույրեր, եղբայրներ ջան։ Մենք պետք է պատմենք Տիրոջ փառքը մեր կյանքում, որովհետև Տերը գործում է մեր կյանքում, փառք իրան։ 2 շաբաթ առաջ հոգս ունենք իմ երեխայի հետ կապված Դանելիկի։ Եկեղեցին շատ ջերմեռան դաղոտ կարեց երեխու համար, Հակոբու 15-ում, չէ 5-ի 16-ում համար կա, չէ, արդարին ջերմեռան աղոթքը մեծ ազդեցություն ունի։ Եվ արդարներով այդ ջերմեռան աղոթքը որ եղավ, իրոք ազդեցությունը եղավ, փառք Տիրոջը դրա համար։ Ուրեմն ինչ խնդիր որ ունենք, այդ բժշկի ենք տարել, անալիզի պատասխանը բացասական էր։ 2 օր հետո, աղոթքից հետո իր հիմնական բժշկի մոտ են գնում։ Ուրեմն անալիզի պատասխանը նայում ասում է իրոք որ բացասական է, խնդիր կա երեխու մոտ։ Եվ լրացուցիչ անալիզը իրանց մոտ որ արվեց, նայեց ասեց, չէ, բան չկա երեխու մոտ։ Դե փառք Տիրոջը, մենք դա հասկանում ենք, դա Աստծո ողորմությունն է։ Շնորհակալ ենք Տիրոջից։
Ուղղակի քանի որ երխու հետ կապված է 3 տարի էլ այտենց մի հատ հետ գնամ, էլի տիրոջ փառքի համար եմ ուզում ես վկայությունը տալ։ Իհարկե էսի Հայաստանում ա եղել։ Եղբայր ունենք, Կարեն աղբերս իմ։ Շատ անուշ աղբեր է։ Միշտ որ առիթ էր ելնում մեր տունը, այդպես հոգևորներով հավաքվում ենք, ասում էր մահեր, տունը սարքել ես, սեփական ունես, ծառա տնկել ես։ 3 հատ աղջիկ ունեմ, Աստված օրհնի, մեկը մեկից լավն է, Տիրոջ ողորմությունն է։ Ասում եմ, բայց տղա չունես, ասես չի լի։ Իհարկե մի քիչ դժվարությամբ այդ մտքին եկանք, մի օր մի գեղեցիկ օր տենց աղոթք արեցինք, հոգսը հանձնեցինք Աստծուն, հավատքով խնդրեցինք Տիրոջը, որ մեզի տղա պարգևի։ Հիմա որն է հետաքրքիրը։ Մեծ աղջիկս Մարիան ուրեմն երազ է տենում, որ կինս երեխով է։ Երազով Տերը ցույց է տալի։ Ու տենց էլ լինում է։ Միշնեք աղջիկս ուրեմն երազում տենում է, որ այդ գենդեր փարթին ասում ինչ նմանատիպ ինչ որ մի միջոցառում է, ունդեղ էլ մեկը որ վկայում է ասում տղա է լինելու, դեռ մենք չգիտենք։ Երբ որ գնում ենք բժշկի վերջը, բժիշկը հաստատում է, որ իրոք դուք տղա եք ունենալու, փառք Հիսուսին։ Անալիզի այդ ընթացքի մեջ, այդ process-ի մեջ ուրեմն մի հատ խնդիր է առաջանում, երեխու մոտ հայտնաբերվում է տենց Down կոչվող ինչ որ հիվանդություն, որ ինքը սաղ կյանքը ոնց որ այդ խնդիրը երեխու հետ պետքա լինի, ինչ որ ոնց ասեմ, թերաճ ասեմ, ինչ որ sense նմանատիպ ինչ որ։ Հա։ Հիմա ասեմ Տեր ջան, նու երեխեքի տարբերությունն էլ մեծ է, մեծ աղջիկս 18 տարեկան է, նոր հետո պետքա տղա երեխա ունենանք, ասում եմ, այսքան սպասել ենք, Աստված ողորմություն արե ու sense պատասխան։ Հիմա ներսս կրակա վառել, ասեմ Տեր ջան, միթե դու մեր կյանքում պակաս գործ կանես, Տերը որ մի գործ սկսում ա մեր կյանքում ավարտին հասցնելու է, ես հավատում եմ, որ պետք է ամեն բան լավ լինի։ Հոգսը դրվեց եկեղեցիներում, աղոթք գնաց այդ ուղղությամբ ու 7 ամիս այդ հղիության ընթացքի մեջ աղոթքը եղավ փառք Աստծուն, մի օր էլ տենց որոշեցինք, որ ավելի խորացված ստուգում գնա, մի հատ տեսնենք ինչ ա լինում ի վերջը, բայց ես հավատքով արդեն առել եմ, որ պետք է ամեն ինչ լավ լինի, որ երեխան պետք է առողջ ծնվի։ Ու այդ անալիզը, որ եղավ 7 ամիս հետո, հա բժիշկը ասաց, չէ, երեխու մոտ բան չկա, ամեն ինչ մաքուր է, ամեն ինչ նորմալ է, փառք Հիսուսին, Տերը ողորմած է։ Հիմա երրորդ աղջիկս ուղղակի Տիրոջ գործի հաստատությունը մեր կյանքում։ Երրորդ աղջիկս Լիանել ուրեմն տեսնում է, որ օրնա ծնվելու երեխան։ Հիմա որ երեխեքի ծնունդները ասենք կլոր թիվ է, մեկը 20, 35, ասենք դե տղունել կամ տենց մի կլոր թիվ ընտրենք, որովհետև կեսարյանով ա լինելու, դե որ մենք ոնց որոշենք, այտենց կլինի։ Բայց երեխան տեսել է ամսի 2-ին։ Երազով կոնկրետ տեսել է ամսի 2-ին, որ պետք է դանելիքը ծնվի։ Բժիշկին, որ իր ծննդաբերող բժիշկի հետ որ խոսացինք, ասացինք, որ կամ 30-ին կամ լավ մեկին։ Ասես չէ, այտենց բան չկա, 30-ին էլ եմ զբաղված, մեկին էլ եմ զբաղված, պետք է երեխան ծնվի ամսի 2-ին։ Ինչի համար եմ այս ամեն ինչը պատմում, որ ինչքան հետաքրքիր է Տիրոջ գործը մեր կյանքում։ Փառք Հիսուսին, երեխան ծնվեց, առողջ, հիմա էլ ստե վազվզում է։ Տիրոջ փառքը պետք է մենք պատմենք, շնորհակալ ենք Տիրոջից, Աստված օրհնի բոլորիդ, այսքանը։ Սրտանց ասենք Փառք Հիսուսին։ Տերը օրհնի մեզ այսօր լավ հագեցակ, հոգևոր կերակուր կերակ, հա։ Ուրեմն սելներ, քրիստոնեության զորավոր առանցքը դա հարությունն է։ Երբ որ մենք նայում ենք Գործք առաքելոցը, մենք տեսնում ենք առաքյալները քարոզում էին Հիսուս եւ հարություն։ Դրա մասին էին վկայում իրանք հիմնականում, որտեղ գնում էին Հիսուս եւ հարություն էին քարոզում։ Դες դեպք կա միտեղ Պողոսը կանգնած է Փեստոսի առաջ եւ խոսում է, չէ՞։ Վերջում որ ասում է, որ հարություն պետք է լինի,
Ինչ ասեց։ Ասեց դու գժվել ես Պողոս, քո շատ կարծածողությունը քեզ խելքից թռցրել է։ Սեներ Հիսուս 3 անգամ մարգարեացել է իր հարության մասին։ 3 տարբեր ավետանիշներ նույն բանը գրում են, մոտավորապես 6 անգամ խոսվում է այդ մասին, բայց նույն բանն է, քանի որ դա 3 անգամ է դառնում։ 3 անգամ Տերը վկայել է, որ ինձի պիտի բռնեն, մատնեն մեղավորի ձեռը, պիտի սպանեն եւ երրորդ օրը հարություն պիտի առնեմ։ Աշակերտները չէին հասկանում այս բանը։ Իրանց համար շատ ծանր էր, դժվար էր։ Բայց այսօր տեսեք ինչքան հեշտ ենք մենք դա ընդունում, չէ՞, հասկանում ենք։ Ինչի, որովհետև Սուրբ Հոգին բացել է մեզի հարության զորությունը։ Կա մեկը ստե որ չի հավատում, որ մեռելները հարություն են առնելու։ Եթե ինչ-որ մեկը նկա ամաչում ասի, ոչինչ, անպայման բացվելու է իրան հարության զորությունը, որովհետև ինչպես եղբայրին ասացին, թե հարություն չկա, անիմաստ ամերս բոլոր հավաքույթները, աղոթքները, վերջը, մեր կյանքը չի փոխվել, մենք մնացել ենք նույն մեղավոր մարդը։ Ուրեմն խնդրում եմ ձեզ, երբ որ ձեզի ասում են ուրախ զատիկ, ասեք Քրիստոս հայրավի մեռելոց։ Երբ որ ասում են շնորհավոր զատիկ, ասեք օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Զատիկը դա ժողովրդական մոտեցում է, բայց իրականում զատիկը ոչ մի կապ չունի մեր Հիսուսի հարության հետ, սիրելիներ, որ ձվերը, որ ձկները, ոչ պասքերը, ոչինչ կապ չունի Հիսուսի հարության հետ։ Դա մենք ուղղակի ընդունել ենք մեր ավանդական, ոնց որ ասած եկեղեցական արարողություններից, փոխանցվել է, մնացել է, պահպանել ենք, բայց իրականում մենք Հիսուսի արյունով փրկված, իր մահվան պատճառը եղած, որ մենք կյանք ունենանք եւ ավելի փառք Հիսուսի։ Tern այսօր, հալելույա, նախ թող է և զոր, հալելույա, իր մահվան հիանալ է, հալելույա, մեզ կացած միշտ կենտանի, մեր քաղցրալուր, հալելույա, արդ գովենք Տեր երկնավոր, հալելույա, ինքորեց դարեշտացնով, հալելույա, որ ապրինք մեր տեղները, Sein Darte